Մի րոպեում բացատրում եմ անգլերենի 9-րդ դասարանի քննության տոմսերին ինչպես հեշտ պատրաստվել, ինչպես լուծել բոլոր առաջադրանքները գերազանց կերպով։ Երրորդ հարցը մեզ մոտ թարգմանություն է։ Թարգմանությունները անում են ուշադրություն դարձնելով ժամանակաձևին։ Կան հայերեն ժամանակաձևերին համապատասխանող անգլերեն տարբերակներ, հայերեն բային բնորոշ վերջավորություններ, որոնք համապատասխանեցնում են անգլերենի կոնկրետ ժամանակաձևին, կամ էլի մեզ կհուշեն հուշող բառերը։ Այստեղ նաև կարելի է հիշել կանոններ, թե որ ժամանակաձևը որ ժամանակաձևի հետ ենք համադրում եւ օգտագործում նախադասության մեջ։ Օրինակ անցյալ շարունակական եւ անցյալ անորոշ, անցյալ անորոշ, անցյալ վաղակատար ժամանակաձևերը իրար հետ մեկ նախադասությամբ հանդես են գալիս։ Վերջին հարցը ուշադրություն, նոր տոմսերում արդեն փոխվել է։ Այստեղ դիալոգ է, երկխոսություն, որտեղ բաց են թողնված որոշ հատվածներ եւ որոշ հատվածներ գրված են երկու հոգու խոսակցություն։ Պատասխանում ենք հարցին նույն ժամանակաձևով, նույն տրամաբանությամբ թեման պահպանել։ Ուշադրություն ենք դարձնում, թե մեզնից ուզում է պատմողական նախադասություն, թե ուզում է հարցական նախադասություն։